Բարև ձեզ սիրելի ընկերներ, հարգելի քաղաքացիներ, վաղուց ավտոլայվի ռեժիմով մենք չենք հանդիպել եւ որոշեցի այսօր լայվ անել։ Իհարկե Հայաստանում մարդու իրավունքների վիճակը շարունակում է վատը լինել եւ բազմաթիվ բաներ կան, որոնց մասին կարելի է խոսել տարբեր ձևաչափերով։ Խոսում ենք, բայց այս լայվի առարկան իմաստը այսօր 5 իրավապաշտպանների նախաձեռնության իմ եւ իմ ընկերների կողմից հայտարարված իրավունքի պաշտպանության ամառային դպրոցի ընդունելությունն է եւ արդեն 3-րդ տարին է մենք այս ծրագիրը հետեւողականորեն իրականացնում ենք առաջի 2 տարիները գոշավանքում ենք արել եւ շատ հետաքրքիր էսպես նաեւ մթնոլորտ է ստեղծվել գոշավանքում շնորհակալություն ենք հայտնում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին, Տավուշի թեմի ներկայիս առաջնորդական տեղապահ Սամվել Վարդապետին իրենց օրհնությամբ այս միջոցառումը իրականացնելու համար շնորհակալություն ենք հայտնում Գոշավանքի վանահայր, չգիտեմ ճիշտ եմ ասում վանահայրը թե չէ Տեր Թադեոսին առաջի 2-ը անցկացրել ենք Գոշավանքում եւ որոշեցինք այս տարի 3-րդ ամառային դպրոցը անցկացնել արդեն մեր Սփյուռքում, Սփյուռքի լոկացիաներից մեկում եւ ընտրեցինք իհարկե մեր ամենահարազատ երևի թե երկիրը Սփյուռքում, Սփյուռքից այսպես ասենք Վրաստանը, մեր մոտ հարևան, մեր հայկական մշակույթի մեծ, այսպես ավանդույթ ունեցող երկիր, հայկական լուրջ համայնք անցկացնելու ենք 3-րդ ամառային դպրոցը Թբիլիսիում եւ իհարկե սա մեր համար փորձություն է այն առումով, որ հաջող ընթացքի դեպքում մենք արդեն ունենք նախնական գաղափարներ, նույնիսկ պայմանավորվածություններ արդեն առաջիկա ամառային դպրոցները անցկացնելու մի փոքր ավելի հեռավոր վայրերում եւ մեր ուսանողներին հնարավորություն տալու, որպեսզի նրանք առնչվեն հայկական ինքնության կարևորագույն օջախներին։ Բայց դեռ խոսենք 3-րդ ամառային դպրոցի մասին, անցյալ տարի մենք որոշեցինք, որ այսուհետ այն կրելու է երջանկայիշատակ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի անունը եւ նորից ուզում ենք դրա մասին շեշտադրել Ավետիք Իշխանյանը կարևորագույն ժառանգություն է թողել իրավապաշտպանության առումով եւ այն երկար նաեւ ուսումնասիրության օրինակ վերցնելու այսպես առիթ է եւ այդ առումով մենք ուրախ ենք, որ ունենք ընտանիքի համաձայնությունը Ավետիք Իշխանյանի անվամբ մեր ամառային դպրոցը կոչելու համար։ Արդեն իսկ այսօր մենք շատ ողջավորված ենք, որտեղ արդեն իսկ այսօր մենք ստացել ենք 7 դիմում, նոր ենք հայտարարել, էլի առավոտյան ենք հայտարարել, արդեն 7 դիմում ստացել ենք, մինչև հուլիսի 31-ը սիրելի ուսանողներ կարող եք դիմել եւ մենք մրցութային կարգով անցկացնելու ենք ընդունելությունը արդեն պարզ է, որ դիմորդները շատ ավելի շատ են լինելու, տարեցտարի ավելանում են դիմորդների թիվը, ես անկեղծ ասած ուզում եմ դա համարել որպես այն դպրոցի կայացած լինելու նշան կամ հաջող լինելու նշան, որովհետև եթե մենք օրինակ առաջի տարի վատ անցկացնենք կամ ուսանողները դժգոհ լինեն, պարզ է երկրորդ տարին մարդ չէր դիմի կամ երկրորդ տարին վատ անցկացնենք կամ ուսանողները դժգոհ լինեն, պարզ է երրորդ տարին այսքան շատ մարդ չէր դիմի։ Այդ առումով մենք ողջավորված ենք եւ ուրախ ենք։ Ինչ է լինելու այս տարի մենք անդադ փորձում ենք զարգացնել։ Նախ ես ուզում եմ ասել սկզբունքները մեր դպրոցի, մեր ամառային դպրոցի սկզբունքները, ինչու ձևաչափի ինչով է պայմանավորված։ Առաջինը սա ոչ ֆորմալ կրթությունը միայն կարող է ապահովել, շատ դժվար է, որ ֆորմալ կրթությունը ապահովի, եւ մենք փորձում ենք գործնական իրավաբանության եւ գործնական իրավապաշտպանության մթնոլորտ ստեղծել։ Մենք բոլորս դասավանդողները, շատերս նաեւ դասավանդման փորձ ունենք, բայց բոլորս ունենք գործնական փորձ եւ մենք մշակել ենք, մշակում ենք ձեր համար, հարգելի սիրելի ուսանողներ,
շատ պրակտիկ դասընթացներ, որոնք ձեզ այսօրվա իրավաբանության, այսինքն 21-րդ դարի իրավաբանության, то 2026 թվականի իրավաբանության, արդեն 25-24-ը համարենք նույնիսկ մի քիչ այսպես ժամանակավրեպ նույնիսկ, էլի մենք փորձում ենք ժամանակի զարկերակի վրա պահել մեր ուշադրությունը եւ դուք ստանալու եք ամենաթարմ պրակտիկ իրավաբանության մասին գիտելիքներ, հմտություններ թե մեր եւ թե մեր շատ այլ գործընկերների կողմից եւ սա մենք շատ կարեւորում ենք պրակտիկությունը եւ պրակտիկության հետ մեկտեղ ինչն է հետաքրքիր որ տարբեր բուհերից են դիմում դուք կարողանում եք իրար հետ շփվել, իրար հետ կապեր հաստատել, փորձել նաեւ այն գիտելիքները, հմտությունները, որ մենք ցես փոխանցում ենք, իմաստավորել եւ դա այլ տեղերում եւս կիրառել։ Այսինքն առաջինը պրակտիկ բնույթը, ընդգծված պրակտիկ բնույթը։ Երկրորդը մենք փորձում ենք ցույց տալ մեր իրավունքի ավանդույթը։ Այդ տեսեք կարող է ինչ-որտեղ նաեւ հակասություն տեսնեք, բայց դա փոխ լրացնող բաներ են։ Մեր իրավունքը ավանդույթ ունեցող իրավունք է։ Եվ հենց պատահական չէ որ Գոշավանքում մենք անցկացրել մեր առաջի եւ երկրորդ դպրոցները եւ Թիֆլիսում անցկացնելու նույնպես մեր ավանդույթի մասին է խոսում, այնտեղ եւս մեր ավանդույթի շատ կարեւոր մասն է, նաեւ իրավական ավանդույթի շատ կարեւոր մասն է ձևավորվել, զարգացել։ Սա շատ կարեւոր է մեր երկրի հիմիկվա համար, որովհետեւ կան մոտեցումներ, որ տենց դե լավ, հա, մենք ընդհանրապես տենց ուզում ենք ապրենք, էլի, ինչ եք ուզում, ասես մոտարապես, այսինքն խորքայնությունը եք կորում, արժեքաբանությունն է կորում, հիմքն է կորում, մենք փորձում ենք ցույց տալ այդ հիմքը, որ մենք ունենք ավանդույթ։ Մենք պարտավոր ենք ինքներս ճանաչել մեր ավանդույթը, հարգել մեր ավանդույթը, որպեսզի իրավունք ունենանք հարգել տալ մեր ավանդույթը ուրիշներին։ Իսկ եթե մենք ինքներս չենք ճանաչում, մենք ինքներս չենք հարգում, ումա պետք, ինչի պետք է ուրիշները ճանաչեն ու հարգեն։ Հենա կվերցնեն, կհյուրացնեն իրանցը կդարձնեն։ Ինչ ա եղել որ ինչի դա կլինի սխալ, ինչի դա կլինի անբարոյական։ Ինչի օրինակ երբ որ ադրբեջանցիները հիմա ասում են Մխիթար Գոշը ադրբեջանցի իրավաբան է, ինչի են սխալ։ Մենք բավարար միջոցներ ձեռնարկում ենք հասկանալու, ճանաչելու, ընկալելու, մատուցելու, տեսնելու այսօրվա իրավաբանության կապը այն ժամանակվա հետ, ընդգծելու դա, ուսանողներին դա սովորացնելու, անում ենք թե չէ։ Եթե չենք անում, ուրեմն շատ չբողոքենք նրանից, որ ուրիշները յուրացնում են մեր մշակույթը։ Եթե անում ենք, ուրեմն չեն կարողանա կյանքում յուրացնել իրենց։ Մեր մշակույթը կյանքում չեն կարողանա յուրացնել։ Երրորդը կապը Սփյուռքի հետ։ Այստեղ ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնել մեր Սփյուռքի գործընկերներին։ Առաջին իսկ ամառային դպրոցից 2024 թվականից մենք համագործակցում ենք Սփյուռքի իրավաբանական կառույցների հետ, շնորհակալ ենք մեր գործընկերներին, հետևողականորեն արդեն 3-րդ տարին է մեր հետ համագործակցելու համար։ Դա ներառում է ֆինանսական բաղադրիչ, այսպես անկեղծ ասենք, շնորհակալ ենք դրա համար, որովհետև անվճար է մեր ամառային դպրոցը եւ պետք է ծախսերը հոգալ։ Միանգամից ասենք, որ այն ինչ որ բաց է մնում, մենք ենք հոգում։ Այսինքն մեր ֆինանսավորումը պակասում է մեզ, բայց մեր համար այսպես սկզբունքի հարցը եւ մենք ինչքան որ պակասում է, մենք ինքներս մեր գրպանից 5 իրավապաշտպան ենք, մենք էլ փաստաբան ենք, այսպես ի վիճակի ենք դա անել եւ անում ենք։ Իհարկե լավ կլիներ, որ ավելի շատ լիներ ֆինանսավորումը, բայց ունենք այն ինչ որ ունենք եւ շատ շնորհակալ ենք, ավելին չենք էլ ակնկալում մեր գործընկերներից, Ռուսաստանի հայ իրավաբանների միություն, Ամերիկայի հայ իրավաբանական միություն, Armenian Bar Association կոչվածը, Գերմանիայի իրավաբանական միությունը, ուրեմն հայ-գերմանական միությունը։ Շնորհակալ ենք 3 գործընկերներին եւ ուրախ ենք տեղեկացնել, որ այս տարի մենք ունենք նոր գործընկեր հայ-նիդերլանդական իրավաբանների եւ փաստաբանների միությունը։ Շնորհակալ ենք նոր գործընկերության համար, մեր համար շատ հաճելի է, որ մենք զարգացնում ենք մեր կապերը մեր իրավաբանական համայնքների հետ եւ հուսով եմ, որ այս գործընկերությունը նույնպես տևական է լինելու։ Սա էլ է սկզբունքային հարց մեր համար։ Մեր համոզմունքը նա է, որ Սփյուռքի հետ կապերը ստրատեգիական են հատկապես իրավաբանության ոլորտում։ Ինչու՞։ Որովհետեւ գիտեք, շատ են խոսում դատախազներ,
ուրեմն ներողություն դատավորները անկողմնակալ ինչպես ապահովենք այս անենք այն անենք այստեղ մենք շատ սերտորեն կարող ենք սփյուռքի կառույցների հետ համագործակցել շատ սերտորեն կարող ենք համագործակցել փորձի փոխանակման առումով գիտեք նույնիսկ այսպես շատ չեմ ուզում մանրամասներ խոսել բայց ժամանակին այդ գաղափարները եղել են հիմա էլ են դրանք արդիական դու կարող ես ինչ որտեղ նաև ապահովել սփյուռքի գործիչներ ինչ որ փուլեր անցնելուց հետո դատական համակարգներ գրավելու հնարավորություն, որտեղ այդ մարդկանց որպես կանոն ճնշելու հնարավորություններն են փոքր։ Ոնց պետքա ճնշես, եթե այդ մարդիկ սոցիալական կապեր այստեղ շատ չունեն։ Բարձա իրավունքի ընկալում պետքա լինի, պետքա հայկական իրավունքի առանձնահատկությունները որոշակի առումով, այսպես ասած, train լինեն եւ այլն, բայց ասած ստրատեգիական է կապը մեր հատկապես իրավաբանական կառույցների հետ։ Այս առումով մենք շատ կարևորում ենք եւ գործընկերությունը, ինչպես նշեցի ֆինանսական բաղադրիչի մասին, որ բոլորը հասկանան այդ ինչ միջոցներով ենք մենք անում։ Մենք անում ենք մեր գործընկերների միջոցներով եւ նաեւ մեր միջոցներով, այն ինչքան որ պակասում է մենք ենք դնում։ Բայց նաեւ այսպես անձնական ուրեմն շփումների մասնակցության թե առաջի դպրոցին, թե երկրորդ դպրոցին մեր գործընկեր կազմակերպություններից ներկայացուցիչներ էին եկել եւ մեր երեխեքի հետ շփվում էին, փորձի փոխանակում եւ այլն։ Նույնը լինելու է նաեւ երրորդում Թիֆլիսում էլի լինելու են գործընկերներ, որոնց հետ մենք ակտիվորեն համագործակցելու ենք։ Երեխեքը շփվելու են, փորձի փոխանակում է լինելու եւ այլն, ակտիվորեն համագործակցելու ենք։ Ավելին այս տարի նաեւ մեր գործընկերները մասնակցել են ուսանողների, մասնակիցների ընտրության հարցին։ Так что իմացեք, որ այստեղ եւս մենք միջոցներ ենք ձեռնարկել, որպեսզի բոլոր դիմորդները իմանան, որ ընտրությունը լինելու է արդար, ընտրությունը լինելու է նաեւ մեր միջազգային գործընկերների, սփյուռքի գործընկերների ներգրավմամբ, որը կարծում եմ լրացուցիչ երաշխիք է, որ դուք կարող եք վստահ լինել, որ այսպես շատ կոպիտ ասենք, եթե դուք որևէ մեկիս չեք ճանաչում, դա չի նշանակում դուք ուրեմն անհավասար պայմաններում եք գտնվելու մրցույթի ժամանակ, որտեղ դիմորդներ կան, որոնք որ մեզնից որևէ մեկին ճանաչում են, որոշակի հարաբերություններ ունեն, ուսանողն են եղել կամ չգիտեմ, այլ իմացեք, որ որևէ մեկը առավելություն չի ունենալու, դա երաշխավորելու է նաև այն պատճառով, որ մրցույթը իրականացվելու է մեր գործընկերների, այսինքն սփյուռքի մեր կառույցների ներկայացուցիչների կարևոր մասնակցությամբ։ Սա էլ իմացեք, հարգելի ուսանողներ, նրանք, ովքեր որ մտածում են դիմելու մասին։ Այս ընթացքում, երբ մենք խոսում ենք, եւս մի դիմում մենք ստացանք, այսինքն սա շատ ոգևորիչ է մեր համար, թե այսինքն նշանակում է, որ դա բավական այսպես տարածվել է եւ մարդիկ մեկ օրվա մեջ պատրաստվել են դիմել են։ Մեզ հարցնում են մեր ընկերները, ասում են, ինչների դա պետք է, յանի ինչ, ժամանակ եք ծախսում, փող աշխատել, ոչ թե փող եք ծախսում, ինչների դա պետք է, ինչ եք ուզում։ Ճիշտ ասած, առաջի անգամ ես նույնիսկ զարմացա այդ հարցից, որտեղ չէի մտածել, որ այդ հարցը լեգիտիմ հարց է, բայց հետո հասկացա, որ դա ինչի մարդկանց հետաքրքրում է, ինչ եք ուզում։ Նախ մարդիկ, որոնք հանրային գործունեություն են իրականացնում, կարծում եմ հանրային պատասխանատվության որոշակի բաղադրիչ ունեն եւ ինչ որ մի հանրային արժեք ստեղծելու դա կարիք ունեն։ Մենք այդ հանրային արժեքն ենք սրանով ստեղծվել։ Ներողություն, բայց մենք սա համարում ենք հանրային արժեք։ Ուրիշ բան չլիներ, սա արդեն բավարար է։ Բայց հարգելի քաղաքացիներ, մենք ախր տարբեր բաներից բողոքում ենք, տարբեր խնդիրներ ենք տեսնում։ Մենք ինքներս չէ պետքա քայլեր ձեռնարկենք, միջոցներ ձեռնարկենք, այն որ ասում է մթից բողոքելու փոխարեն մի հատ լույս վառենք։ Այս էլ մեր վառած լույսն է, տենց համարեք։ Եվ իմացեք, որ սա այն սերմերն են, որ մենք հայտնի առակի պես նաև ոչ մեկը չի կարող իմանալ, որ սերմը ինչ պտուղ կտա։ Ոչ մեկ չի կարող։ Դա ամենա ուժեղ բանն է կրթության համակարգում։ Դու չես իմանա, դու 10 տարի առաջ, 100 տարի առաջ, 5 տարի առաջ որ բառով, որ խոսքով, որ խորհրդով, որ օրինակ ծառայելով, սա է շատ կարևոր։ Օրինակ ծառայելով ինչի ինչ որ կենսական պայմաններում ով ինչ որոշում է կայացնում դրա հիման վրա։ Ինչ քայլ է անում, ինչ ճիշտ որոշում է կայացնում, ինչպես է ազդում մարդու վրա։ Մարդ չի իմանում դա։ Այդ պատճառահետևանքային կապերը շատ հաճելի
նաև կարելի ասել միստիկ զգացողություն է, եթե կներեք այդ բառի համար։ Հաջորդը մենք իրավաբաններս նաև սովորելու բան ունենք, փորձի փոխանակման կարիք ունենք նոր սերնդի հետ։ Գիտեք, սա լրիվ ուրիշ շրջան է։ 50 տարի, 100 տարի առաջ տեխնոլոգիական զարգացումը, բանը եւ այլն, դա նենց էր իրավիճակը, որ երբեք ավակ սերունդը փոքր սերնդից սովորելու բան չուներ, հիմա տես չի։ Թող որևէ մեկը գլուխ չգովա, որ դրա կարիքը չկա։ Նոր սերունդը տեխնոլոգիական եւ այլն առումով նաեւ սովորացնելու տեղել ունի ավակ սերնդի։ Էս էլ ասեմ իմանաք։ Այդ փորձի փոխանակումը միակողմանի չի, երկկողմանի է։ Մեր համար էլ է կարևոր, մեր համար էլ է հետաքրքիր։ Այսինքն մենք այս process-ը մեր համար նաև օգտակար ենք փորձում դարձնել։ Նաև օգտակար ենք փորձում դարձնել ինչ առումով։ Մեր դասընթացների շրջանակներում որոշակի գաղափարներ ստուգելու, փորձարկելու, հետո կիրառման առումով։ Մեր ուսանողների հետ քննարկելու, դրանց թերությունները նկատելու եւ շտկելու։ Բոլոր տեսանկյուններից սա շատ լավ բան է եւ ինձ թվում է բոլոր այն մարդիկ, ովքեր որ եթե կան մարդիկ ու մոտ այդ հարցը առաջանում է, հուսով եմ նրանք այս բարձրաբանման արդյունքում այդ բոլոր կասկածները կփարատվեն։ Այս տարի մեր ամառային դպրոցը անցկացվելու է օգոստոսի 24-ից 29-ը, շատ լավ ժամանակ ենք մենք անցկացնելու, սիրելի ուսանողներ, դիմեք, եթե այդ ժամանակ հարմար է լինելու ձեզ ցանկություն ունեք եւ իմացեք, որ շատ այսպես հարստացած եք գիտելիքներով, կապերով, փորձառություններով վերադառնալու արդեն սկսելու ձեր հերթական ուսումնական տարին։ Այսքանը շնորհակալություն, հաջողություն։